Առաջին եթերում հարցազրույցն է։ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը հրապարակելուց հետո պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի որոշ դրույթների շուրջ տարաբնույթ մեկնաբանությունները դեռևս պահպանվում են։ Մյուս կողմից պարտադիր վճարումների համակարգը գործողության մեջ է հունվարի 1-ից։ Այսօր որոշ պարզաբանումներ կլսենք կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանից։ Բարև ձեզ։ Նախ ինչ է փոխել Սահմանադրական դատարանի որոշումը։ Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանման կարիք չունի։ Շատ հստակ ասված է, որ պատժամիջոցներ չեն կիրառվելու, եւ եթե ընտրությունը չանողանցիկ կնապահ որևէ պատժամիջոց պետք չի կիրառել, մնացածը արդեն հետագա քննությունը ցույց կտա։ Շատ բարի։ Մի կենտրոնական բանկից եւ Սահմանադրական դատարանից հնչող մեկնաբանություններ հակասեցին միմյանց։ Կարծում եմ, որ կարիք չկա մեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումները, կարծում եմ պետք է առաջնորդվել այդ սկզբունքով, որ տուգանքներ չեն լինելու, իսկ ինչ վերաբերում է պրակտիկային, ապա Սահմանադրական դատարանի գործողություններին պետք է նայել եւ նույն տրամաբանությամբ շարժվել առաջ։ Հիմա գանք գլխավորին, պարոն Գաբրիելյան, ինչու է իրականացում 2014 թվականից այս բարեփոխումը, եթե հաշվի առնենք այսօր իրականացման դեմ խոսողների կարծիքը։ Գիտեք, միշտ կարելի է խոսել դրա մասին, թե ինչու հենց այսօր, լիներ դա 3, թե լինի վաղը։ Քննարկվել է շատ վաղուց, ես ուզում եմ նշել, սա միակ օրենքն է, որը գործողության մեջ է դրվում իր քննարկումից, մանրամասն քննարկումից 4 տարի հետո։ Կային խնդիրներ, ամենաառաջին նախագծով, որը դեռ կառավարությունն էր հաստատել 2005-6 թվականներին, ենթադրվում էր, որ դա կլինի 2008-ից։ Հետո կային բանավեճեր, շատ բուռն քննարկումներ, որի արդյունքում որոշվեց ավելի մանրամասնեցնել համակարգը, մտցնել լրացուցիչ սոցիալական պաշտպանության էլեմենտներ եւ այլն, եւ վերջնական տեսքով դա ամփոփվեց 2010 թվականին։ Եվ խնդիր կար նախապատրաստելու համակարգը եւ նախապատրաստելու պատշաճ կերպով ստեղծելու ծանր աշխատանք պահանջող ավտոմատացման համակարգ, որը կընդուներ հաշվետվությունները, որոնք միասնական հարկ կլիներ, որպեսզի բյուրոկրատական քաշքշուկ չլիներ, երկուտեղ հաշվետվություն չլիներ, աշխատողների ստացածը եւ տվածը շատ ավելի պարզ լինեն մի քանի աղբյուրներից չլիներ, այդ ամեն ինչը լիներ, դրա նախապատրաստությունը, ինչպես նաեւ ճգնաժամի հետևանքների ազդեցություն հաղթահարելու եւ մի շարք այլ խնդիրներ լուծելու տրամաբանությունից ելնելով 2010 թվականին երկարատև քննարկումներից հետո մշակվեց, որ 2014-ին կլինի։ Ինչն է խնդիրը։ Խնդիրը այն է, որ դա պետք է անել օր առաջ։ Ինչու օր առաջ։ Որովհետև գոյություն ունեցող համակարգը, որը սերունդների համերաշխության համակարգը, դա նա է, երբ որ այժմ աշխատողները վճարում են այժմ թոշակի անցած մարդկանց համար, ունի խնդիրներ եւ դա ունի աշխարհի բոլոր երկրներում։ Դուք չեք տեսնի որևէ այդպիսի ուրեմն սոցիալական ապահովագրության համակարգ, որը խնդիր չունենա, եթե այդ համակարգով։ Ինչու, որովհետև էապես փոխվել է դեմոգրաֆիան։ Դա մտել է Բիսմարկյան օրերին, Ամերիկայում ներմուծվել է 1930-ականներին, եւ դա աշխատում է այն ժամանակ, երբ որ մեկ աշխատողին առնվազն 2.5-3 թոշակառուին առնվազն 2.5-3 աշխատող է ընկնում։ Եվ այդ տրամաբանության ներքո այս համակարգը աշխատում է։ Մենք այժմ ունենք Հայաստանում շուրջ 1-ին 1 հարաբերակցություն։ Դա նշանակում է, որ այս պայմաններում գործող մեխանիզմով մենք ուղղակի չենք կարող բարեկեցիկ ծերություն ապահովել։ Տեսեք, պարոն Գաբրիելյան, այն մարդիկ, ովքեր ասում են, որ մենք այսօր պատրաստ չենք այս բարեփոխմանը, բայց դեմ չենք համակարգին, այս ձևակերպումը երևի ամենաշատ տարածվածն է։ Նրանք նաև հարցնում են, այդ դեպքում ինչու է, որն է այսօր ներդրման անհրաժեշտությունը։ Ես կրկին բացատրում եմ, մենք ունենք դեմոգրաֆիական խնդիր։ Դուք գիտեք, որ դեմոգրաֆիան, եթե մենք ներկայացնենք, բուրգի տեսքով պետք է լինի, այսինքն ներքևում ավելի շատ, վերևում ավելի քիչ, եւ բաշխվածությունը այսպեսին պետք է լինի։ Մենք ունենք հակառակ տիպի բաշխվածություն, որը ներհատուկ է ոչ միայն Հայաստանին, ներհատուկ է նաեւ, ասենք, եվրոպական երկրների մեծամասնությանը, ծերացող բնակչության երկրներին։ Հիմա մենք ունենք արդյոք ծերացող բնակչություն, թե չունենք,
դուք կարող եք շատ հանգիստ բնակչության տվյալները, մարդահամարի տվյալները, բաշխվածության տվյալները նայելով եզրակացնել։ Հիմա, եթե դուք ունեք այսպիսի համակարգ, ինչքան շուտ անցնենք, այնքան ծախսերը հասարակության համար ավելի լավ են լինելու։ Հիմա եթե մենք 1 տարի հետո անցնենք, դրա ծախսը ավելի շատ է, 3 տարի հետո անցնենք, շատ ավելի շատ է եւ այդպես շարունակ։ Մենք ուզում ենք անցնել։ Ծախսը ավելանում է դեմոգրաֆիկ պատկերի վատթարացման։ Դեմոգրաֆիկ պատկերի վատթարացման, այո, որովհետեւ ծերացողների քանակը, որոնք գնում են թոշակի եւ ներս մտնողների քանակը, ովքեր գալիս են աշխատուժի, դրանք փոփոխվում են ի հոգուտ ծերացման, որովհետեւ ավելի շատ թոշակառուներ են լինում, քան նոր մարդիկ են մտնում աշխատուժ։ Եվ այս տեսակետից դուք ունեք հնարավորության պատուհան, ինչքան ուշացնում եք, այնքան ծախսը շատ է լինում։ Սա է խնդիրը։ Եվ ասենք մենք բազմաթիվ փորձագետների հետ, բազմաթիվ երկրների խոսել ենք, եւ եզրակացությունը միանշանակ է։ Պետք է դա անել օր առաջ։ Դուք կարող եք հարց տալ ինչու 14-ին եւ ոչ ավելի շուտ, դա զանազան խնդիրներ կային, ինչպես ասացի, պատշաճորեն նախապատրաստվելու, ամբողջ համակարգեր պատրաստելու, հաշվառման, կառավարման, օրենսդրական դաշտի խնդիրներ։ Կան հարակից մի շատ հարցադրումներ, որոնք օրակարգում այսօր պահպանվում են, բայց ավելի շատ դրանք հռետորական տիրույթից են ավելի շատ։ Նորից գալիս եմ գլխավոր հարցին, ինչու ենք այսօր անում, ըստ այդմ ինչու ենք վստահում օտար ֆոնդերի այդ գումարները, հաշվի առնենք գործազրկության մակարդակ, աղքատության աստիճան, այստեղ է, որ այդ հռետորական հարցերը էլի օդում առկախ են մնում։ Կարելի է դրանցից յուրաքանչյուրի մեկ առ մեկ պատասխանել։ Ուրեմն, իրեք միշտ այն բողոքները, որ հնչում են, երկակի են։ Մի կողմից ասում են, որ պետք է վստահելի կառավարիչ լինեն փորձով, որպեսզի մենք վստահենք մեր գումարները։ Մյուս կողմից ասում են, որ դա պետք է լինի տեղական։ Այս երկուսը իրար հետ ոնց որ թե չի կարող գոյություն ունենալ։ Եվ նման շարունակ, ասենք, հարցեր կարող են առաջանալ, որ կա երկու հակադիր բողոքներ։ Հիմա դիզայնը, որ արվել է երկար, քննարկումը եղել է երկար, 10 տարուց ավելի, եւ այդ քննարկումների ժամանակ այդ բոլոր հարցերը մեկ առ մեկ քննարկվել են։ Հիմա բնականաբար որևէ երկիր, որ նման փորձառություն սկսել է, նրանք չեն ունեցել խիստ զարգացած ակտիվների կառավարիչներ, որ կարող են այդ ֆոնդերը կառավարել։ Դրա համար դրսից էքսպերտիզան, փորձագիտությունը այս տեսակետից խիստ կարևոր է։ Ասենք, եթե լիներ տեղական ֆոնդ, ապա բոլորը ասելու են, որ դա կապված է իշխանավորների հետ։ Նրանք ժողովրդի փողերը վերցնում են, որպեսզի ֆինանսավորեն իրենց։ Երբ որ դրսից ենք բերում, ասում են փոխանակ մերոնց տան ուրիշներին են տալիս։ Այստեղ ինչ անենք, միևնույնն է քննադատության եզր կա։ Դրա համար մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ բերել ենք ամենափորձառուներին։ Ամունձին ենթադրենք Եվրոպայի խոշորագույններից է։ Ունի տրիլիոնից ավել ակտիվներ կառավարվող, $1 տրիլիոն նկատի ունեմ։ Մի քանի անգամ գերազանցող, տասնյակ անգամներ, 100 անգամ գերազանցող Հայաստանի հնան։ Այդ կառավարման փորձը, գիտելիքները կան եւ նրանց պատմության ընթացքում չի եղել դեպք, որպեսզի նրանց ղեկավարած, կառավարած ուրեմն ակտիվների համակարգերը սնանկանան, այսինքն ունեն շատ լավ կատարողական։ Հիմա եթե վերցնենք այդ տրամաբանությամբ, մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք վերցնենք լավագույն փորձ ունեցող կառավարիչներին, դրել ենք սահմանափակումներ, որ մեծամասնությունը պետք է ներդրում լինի մեր երկրում, բայց դուք պետք է ձեր ռիսկերը կառավարեք այն տրամաբանությամբ, որ դրանք չփոշիանան։ Միևնույն ժամանակ, քանի որ մեր երկրում չկան դեռևս այն գործիքակազմը շատ հզոր, որպեսզի իրենք կարողանան բոլոր տեղերում ներդնել եւ մեծ եկամտաբերություն ապահովել։ Կապիտալի շուկայում զարգացած չէ այդ աշճան։ Հնարավորություն ենք տվել նաեւ դրսում եւս ներդրումներ անելու։ Այստեղ էլ խնդիր կա։ Դուրսը հարստացնել, թե ներսում փող դնել։ Բնականաբար մենք ուզում ենք ներսում լինի, բայց դա պետք է կշռել մի ուրիշ բանով։ Եթե դրսում ավելի եկամտաբեր է, ապա մեր թոշակառուներին ինչու զրկել բարձր եկամուտ ստանալու հնարավորությունից։ Այստեղ մի շատ մոտ եմ։ Դրսում եկամտաբերը դա այդպես է իհարկե, բայց հաշվի առնենք այն մարդկանց գիտելիքները, ովքեր իրենց ֆոնդերը չեն կարողանալու կառավարել։ Դա այսօր էլ պարզ է, որ մեծամասնությունը չի էլ հետևելու, թե իր գումարները ինչ շղթայի մեջ են գտնվում եւ ովքեր ինչպես են օգտագործում այդ գումարները։ Այս հարցին ով պիտի պատասխանի։ Դա անհրաժեշտ էլ չի, որովհետև
Խնդիրը այսպեսին է. դուք ունեք ֆոնդ, մասնակցություն այդ ֆոնդում ձեր փայաբաժինը։ Այն գնահատվում է ամենօրյա կտրվածքով։ Եվ դուք կարող եք տեսնել, թե ձեր ֆոնդը ինչ գնահատում ունի։ Ընդ որում մենք նախագծել ենք համակարգը այնպես, որ գնահատումը կառավարիչից անկախ լինի։ Այսինքն միայն կառավարիչը չի, որ ասում է, գիտեք ինչ, ես փողը դրել եմ այսքան է։ Կա նաև համակարգը շատ ավելի բարդ, պահառուներ, որոնք նայում, գնահատում են եւ այլն եւ դες տալիս են օբյեկտիվ գնահատական, թե իրականում ինչ արժե ձեր փայաբաժինը։ Եվ դուք տեսնում եք, որ իմ փայաբաժինը այսօր բարձրացավ, վաղը իջավ, այսօր բարձրացավ, մյուս օրը մնաց նույնը եւ այլն։ Այսինքն դուք կարողանում եք ձեր փայաբաժնի ընտրված պորտֆելի աճին հետևել։ Համադրում եք մեկ այլի հետ եւ այդ մեկ այլի հետ համադրելով դատողություն եք անում։ Մնաք այդտեղ, թե չմնաք, թե իրենք կոնկրետ որտեղ են դրել, ինչի համար են անում։ Չեմ կարծում, որ սովորական քաղաքացուն սա անհրաժեշտ է իմանալ, որովհետեւ դա աշխարհի որևէ երկրում այդպես չէ։ Դրա համար կան մասնագիտացված կառույցներ, որոնք խորհուրդ են տալիս։ Քաղաքացին դա հարցնում է հավանաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր այս կառավարությունը ներդրեց համակարգը, նա դրա պատասխանատուն է։ Իսկ ով է վաղը պատասխանատուն, եթե ինչ որ բան այն չէ այս ֆոնդերում։ Ուրեմն Սականյան, հարցը եթե այդպես ենք դնում, ապա մենք պետք է ասենք, որ եթե ինչ որ մի կառավարություն մեզնից առաջ ընդունել է օրենք, ապա մենք այդ օրենքները չենք հետևելու, դա նշանակում է խիստ նեգատիվ վերաբերմունք ընդհանրապես պետականության գաղափարի նկատմամբ։ Այսինքն, եթե մենք ասում ենք, որ ապագա կառավարությունները չեն հարգելու այս կառավարության որոշումները, ազգային ժողովի որոշումները, մենք էլ չենք հարգելու նախկինների որոշումները, ապա դա նշանակում է, որ մենք չենք վստահում, որ մենք կայանալու ենք որպես պետություն կամ կայացել ենք որպես պետություն։ Բայց կարծում եմ, որ 20 տարիների փորձը այդպեսին չէ։ Ասենք շատ օրենքներ կան, որոնք ընդունվել են եւ մենք ձեռքորեն կատարում ենք։ Եվ այդ օրենքները նախկինում են ընդունվել, այս կառավարությունը չի բերել, բայց չի նշանակում, որ այդ կառավարությունը, ճիշտն ասած, փոփոխել է եւ ամեն ինչ ուրեմն նեգատիվի է վերածել։ Բնականաբար ժամանակ առ ժամանակ ինչ որ խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած օրենքի օրենսդրության հետ, այդ դեպքում կքննարկվի համապատասխանորեն, համապատասխանատյաններում եւ որոշումները կընդունվեն։ Հիմա գանք նորից այն հիմնակետին, որ այդ ֆոնդերը կառավարելու են դրսի կազմակերպություններ, դրսի ընկերություններ, այդ դեպքում ինչ է տալիս մեր տնտեսության այդ գումարները։ Դրսի կազմակերպությունները, ես կուզեի ասել, որ իրենք դրսի կազմակերպությունները նրանց ծնողներն են։ Նրանք այստեղ գրանցել են կազմակերպություններ։ Թե Ամունդին, թե C կվադրատը գրանցված են որպես այդպիսին Հայաստանում։ Տնտեսության վրա էֆեկտը, ես ուզում եմ դա լսել։ Հիմա դա ասում եմ։ Ուրեմն նրանք գրանցված են Հայաստանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից եւ հանդիսանում են հայաստանյան ընկերություններ, որոնք օգտագործում են իրենց մայր ընկերությունների գիտելիքները եւ փորձը։ Երբ որ նրանք երկարաժամկետ փողեր են բերում մեր տնտեսություն, ապա դա բնականաբար ազդում է երկարաժամկետ փողերի առաջարկի պահանջարկի վրա եւ դա ազդում է փողի գնի վրա եւ փողի հասանելիության վրա։ Ինչն է խնդիրը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ մնացած շատ զարգացող երկրներում կներեք, որ չկա փող, որպեսզի ձեռնարկությունները ֆինանսավորվեն։ Փողը կարճաժամկետ է, թանկ, ինչու, որովհետեւ բանկային ավանդներով, երբ որ միայն ֆինանսավորվում է տնտեսությունը, բանկային ավանդների հիմնական մասը, ընդ որում ոչ միայն Հայաստանում, դրանք կարճաժամկետ ավանդներն են, որոնք բանկերը երկարացնում են։ Հիմա դրանից բացի կան նաև ապահովագրական, կենսաթոշակային եւ այլ ֆոնդեր, որոնք ունեն երկար փողեր, որոնք մտնելով տնտեսություն էական դինամիկա են բերում երկարաժամկետ եւ ավելի կայուն ռեսուրսների։ Այս տեսակետից արդեն ես կարծում եմ, որ կսկսենք ազդեցությունը զգալ, թե ինչպես են տոկոսադրույքները ընկնում։ Հիմա արդեն կառավարությունը օրինակ էական քայլեր է ձեռնարկել, եթե դուք հետևում եք պարտատոմսերի շուկային, կտեսնեք, որ շուրջ 4%-ով պետական պարտքի տոկոսադրույքները ընկել են։ Դա թե պարտքի կառավարման որոշակի ռազմավարության արդյունք է, թե կենսաթոշակային ուրեմն բարեփոխումներով սպասված ակնկալվող ներդրումների, որ գալու են այս շուկա։ Հիմա դա արդեն արդյունք է։ Առաջին հերթին նաև ավելի հասանելի են դառնալու երկարատև փողերը հիպոթեկի համար։ Մարդիկ կարող են գրքին դրամային հիպոթեք վերցնել
20 տարով, որ հիմա եւս կա, բայց եւս պետության կողմից ֆինանսավորվող մեծությունների չափով է, դա ավելանալու է։ Ձեռնարկությունները կարող են 5-10 տարով վարկեր վերցնել, որոնք հնարավորություն կտան երկարատև պլանավորելու։ Տնտեսության առումով բնականաբար սա է տալու, բայց կրկին հիշեցնում եմ, որ պետք է հավասարակշռենք։ Միայն տնտեսության համար չի այս ռեֆորմը։ Այս ռեֆորմը առաջին հերթին կենսաթոշակառուներին բարեկեցիկ ծերություն տալու համար է, որը պետք է բավարար բարձր եկամտաբերություն ապահովի։ Եվ ավարտենք շատ կարճ։ Պարոն Գաբրելյան, այդ դեպքում նույն մարդիկ հարցնում են, ովքեր դժգոհում են պարտադիր կൂട്ടակային համակարգից, թե ինչու մեր աշխատավարձները չբարձրացնել, հետո անցնել դրան։ Իսկապես օբյեկտիվ չէ այդ հարցը ինչու՞մ։ Բարձրացնել աշխատավարձը, հետո մարդուն ստիպել պարտադիր վճարումներ անելու։ Պարոն Մանուկյան, իհարկե դա ցանկալի տարբերակն է, բայց եթե մենք նայենք, ապա Հայաստանի Հանրապետությունում իրականում տեղի ունենում աշխատավարձերի աճ։ Եթե դուք նայեք կառավարության ծրագիրը, որը հստակորեն ասում է, որ նվազագույն աշխատավարձը կրկնապատկվելու է մինչև 2017 թիվը, մենք արդեն առաջի քայլերը արել ենք։ Բացի նրանից, որ նվազագույն աշխատավարձը կրկնապատկվում է, մենք անցած տարի էական օրենսդրություն ընդունեցինք, որը ասում է, որ ամբողջ աշխատավարձի պետական համակարգի համակարգը հիմնվում է նվազագույն աշխատավարձի վրա եւ նվազագույն աշխատավարձի աճին զուգահեռ եւս աճում է։ Դա նշանակում է, որ մենք պարբերաբար ավելացնելու խնդիր ենք դրել նվազագույն աշխատավարձի հետ միասին մնացած պետական համակարգին է, որում պետական համակարգի ես միայն նկատի չունեմ պաշտոնյաներին, այդտեղ նաեւ վերաբերում է բժիշկներին, հրշեջներին, ուսուցիչներին, բոլորի աշխատավարձը բարձրանալու է։ Առաջին քայլը մենք անում ենք 2014 թվականի հուլիսի 1-ից։ Հետո 2015-ի հուլիսի 1-ին հաջորդ քայլն է, 16-ի հուլիսի 1-ին հաջորդ քայլը, 17-ի հուլիսի 1-ին հաջորդ քայլը։ Այսինքն դեռ մենք այդ անում ենք պարբերաբար։ Իսկ եթե ասում ենք ինչու միանգամից շատ չբարձրացրեցինք, որովհետև դրան բազմաթիվ անգամ անդրադարձել ենք, այն ունի մի շարք հետևանքներ։ Նախ ֆինանսական հնարավորություններն է, երկրորդը ազդեցությունը փոքր բիզնեսի վրա, երրորդը ամբողջ աստիճանակարգերի խնդիրը, որ կա պետական համակարգում։ Նաև ուզում եմ էապես նշել, որ պետական համակարգերի աճը երբեք չի կարող թողել մասնավոր հատվածին անշարժության մեջ։ Նրանք եւս արձագանքելու են այս աճին։ Այսինքն ընդհանուր միտումը աշխատավարձերի աճի դա ընդհանուր մակրոտնտեսական սցենարի մասն է, որ հիմա կիրառվում է։ Շնորհակալություն։ Այսքանը։ Հարցազրույցներ եթերում կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրելյան։ Հաջողություն։